Մետաղից արվեստ այսպես էր խորագիրը եւ տեսանյութը, որ մենք դիտեցինք ու բացահայտեցինք մեր տաղանդավոր ստեղծագործող հայերից մեկին, բայց դե մարդ ինքնաբավեր եւ հանգիստ պայմաններում առանց խոճապի կատարում է շատ կարեւոր մի աշխատանք։ Բայց այս օրերին ժամանակի արագ թռիչքի համահունչ շատերի մոտ այդ խոճապային տրամադրությունը միշտ լինում է, չէ՞։ Շատերիս ես կասեի իհարկե Հայկ, խոճապին անդրադառնալը բավականին կարևոր է, առավել եւս երբ այսօր համարվում է խոճապի միջազգային օր։ Ինչ ենք ասում համարվում է, որովհետև կարծես թե մեր հյուրը մեզ հուշեց արդեն իսկ, որ պաշտոնապես գրանցում որպես այդպեսին չկա, բայց քանի որ մենք բոլորս խոճապահար մարդիկ ենք, փոքրինչ, դրա մասին պետք է առնվազն տարվա մեջ գոնե մեկ անգամ խոսել։ Շատ կարևոր հարցազրույց է մեզ սպասում, ներկայացնենք հյուրին, նա Ռաֆայել Պետրոսյանն է, բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ եւ հոգեբանական գիտությունների թեկնածու։ Ռաֆայել, բարի լույս։ Ողջունում եմ ձեզ։ Շատ հաճելի է եւ կարեւոր է հիմա ձեր ներկայությունը մեզ մոտ տաղավարում։ Երևի թե սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում խոճապը եւ արդյոք մարդիկ շատ դեպքերում կարողանում են հասկանալ, որ խոճապային իրավիճակ է իրենց մոտ եւ կա արդեն մասնագետի կարիքը։ Եթե խոսենք հենց առանձին խոճապի մասին կամ տագնապի մասին որպես առանձին, ապա այն մեծ հաշվով պաշտպանական մեխանիզմ է։ Ինքը վատ բան չէ եւ կարիք չկա իրեն հաղթահարելու։ Եթե ինքը չի սկսել խանգարել կյանքի որակին ու չի սահմանափակում կյանքը։ Եթե խոսենք խոճապի գրոհի մասին, որոնք տարբեր բաներ են, այսինքն երբ որ խոճապի ժամանակ, եթե ավելի հանրամատչելի լեզվով ասեմ, երբ մեր մոտ այդ մեխանիզմը ակտիվանում է, որն ուղղված է մեր տեսակի պահպանմանը, պաշտպանական մեխանիզմ է։ Մեր մարմնում սկսում են առաջանալ տարբեր մարմնական զգացողություններ, սրտի արագ աշխատանք, սրտխփոցներ, շունչը չհերիքելու տպավորություն, կոկորտում, սեղմոցներ, ու թվով մոտ 40 զգացողություն կարա առաջանա։ Ու երբ մարդը արդեն տագնապի ժամանակ այդ զգացողությունները զգում է ու մի հատ էլ վախենում է այդ զգացողություններից, նոր արդեն դառնում է խոճապի գրոհ, որովհետև վախը ուժեղացնում է զգացողությունները, զգացողությունն ինչքան ուժեղանում է, վախը ավելի ուժեղանում ու դառնում է խոճապի գրոհի արատավոր փակ օղակը։ Ու հարցի երկրորդ մասը ինչպես կարող ենք տարբերակել արդյոք այդ պահին մեզ մոտ խոճապային գրոհ է թե ոչ ու ոնց հասկանանք, որ ժամանակն է դիմելու օրինակ հոգեբանի խորհրդի։ Ինչպես ցանկացած Որովհետև այն դրսևորումները, որ ասացիք, օրինակ յուրաքանչյուր պրեմիերայից առաջ դերասաններից շատերը ունենում են երևի թե խոճապային գրոհներ։ Համենայն դեպս դրսևորումներից դա հասկացա, բայց միանշանակ դա ունի որևէ սանդղակ արդեն, որ այո, պետք է արդեն մասնագետի։ Ձեր նկարագրածը եթե դիտարկենք, միայն դերասանները չէ, երգիչները, ցանկացած բեմ դուրս եկող նույն մեծ լսարաններ, դասախոսություններ եւ այլի անհանգստությունից եւ լարվածությունից, այո, մարմնական զգացողություններն առաջանում են։ Բայց երբ մենք դրանք ճանաչում ենք որպես որ նորմալ է, մարդը անհանգստացել են, վտանգավոր բան չկա, ինքը ժամանակի ընթացքում, րոպեների ընթացքում էլ կարող է անցնել։ Այ երբ մենք դրանք ճանաչում ենք որպես կյանքի համար վտանգ, որ իմ հետ ինչ-որ մի բան այն չի, ինչ-որ առողջական խնդիր ունեմ, հեսա մի բան կլինի, դրանով արդեն նոր ուժեղացնում ենք եւ դառնում է խոճապի գրոհ։ Ինչ վերաբերում է երբ դիմել, ցանկացած թե ֆիզիկական մարմնի հիվանդության հետ կապված, թե հոգեկանի հետ կապված, ավելի հեշտ է կանխարգելելը, քան թե բուժելը։ Ու այդ պատճառով այո, հոգեկան հիգիենան, հոգեկան առողջության հիգիենան կարևոր է ու կարելի է ժամանակ առ ժամանակ զրուցել մասնագետի հետ։ Իսկ երբ արդեն հասել են նրան, որ կյանքի որակը, ինչպես նշեցի, սահմանափակվում է, վախենում են տնից մենակով հեռու տեղ գնան, վախենում են տանը մենակ մնան, վախենում են այդ նույն խցանումներից, որովհետև եթե հանկարծ խցան իրենց լեզվով եթե ասեմ վատանամ, որ այդ պահը բռնում է ու իրենց թվում է թե հեսա, խցանման ժամանակ իրենք չեն հասցնի ոչ շտապօգնություն իրենց կկարողանան մոտենալ, ոչ իրենք հիվանդանոց կկարողանան հասնել ու արդեն սկսում են ճանապարհ դուրս գալուց խցանումներից ու նման արդեն կամաց այդ ապահով զոնան ավելի է նեղանում։ Բնականաբար ինչքան շուտ դիմեն, այնքան լավ։ Ինչ վերաբերում է առողջին ու այսինքն գոյություն ունի նաև առողջ տագնապ, երբ վտանգը ռեալ է, երբ ռեալ քո կյանքին վտանգ է սպառնում, այո, այդ պաշտպանական մեխանիզմը միանում է, ուստեղ ինքը լրիվ առողջ է։ Այ պաթոլոգիկ կարող ենք համարել այն դեպքում նույն տագնապը կամ խոճապը, երբ վտանգը իրականում այդքան էլ ռեալ չի, ուղղակի մենք ենք ավելի ֆիքսում ու ավելի ուժեղացնում, որն էլ որպես կանոն լինում է 3 բանի հետևանքով՝ ինֆորմացիայի պակաս, մտածելակերպի որոշակի սխալներ, որոնք մենք առօրյայում ավելի ենք անում, որը ել ավելի բարձրացնում էր ընդհանուր տագնապայնությունը ու լարվածությունը, եւ ներքին որոշակի կոնֆլիկտներ կամ ցենց ասած ներքին որոշակի համոզմունքներ կամ կանոններ, որոնցով մենք ապրում ենք
ինչը մեզ առօրյայում անընդհատ պահում էր լարվածության մեջ, օրինակի համար պերֆեկցիոնիզմը կամ գերազանցիկի սինդրոմը, որ անընդհատ պետք է ձգտեմ իդեալականին, բա որ չստացվի, բա որ sense, սա անընդհատ լարվածության մեջ է պահում, ինչի արդյունքում էլ այո, նյարդային համակարգը գտնվում է գերլարված վիճակում եւ սկսում են արդեն առաջանալ մարմնական զգացողություններ։ Ու քանի որ չի էլ հասկանում ինչ է իր հետ կատարվում, մի հատ էլ դրանից է վախենում ու արդեն ստանում է խոճապի գրոհի հաշվացը։ Որպեսզի մեր հեռուստադիտողի համար ավելի բարձ եւ հանրամատչելի լինի, ինչպես ենք սահմանում խոճապային գրոհը եւ ինչ սիմպտոմներով է առաջնորդվում, ինչ է տեղի ունենում մարդու հետ խոճապային գրոհի ժամանակ։ Եթե պատկերեմ, այսինքն կասեմ, որ երբ լինում է ստրես, իսկ ստրեսը կարող է լինել նաեւ դրական։ Շատ այցելուներ կան, ովքեր ասում են, բժիշկ, ախր լավ բաներից էլ եմ վատանում։ Որովհետև մեր մակերիկամի համար եւ մեր ուղեղի համար կարևոր չի ստրեսը դրական թե բացասական։ Մակերիկամը իր ֆունկցիոնանում է եւ ստրեսի հորմոններն արտադրում է ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ։ Իսկ ոնց որ ջուրը ունի թրջելու հատկություն, նույն կերպ էլ ադրենալինն ունի հատկություն առաջացնի սրտի արագ աշխատանք, սպազմ եւ այլի թվով այն իմ նշած մոտ 40 մարմնական զգացողությունները։ Կամ ոչ թե ստրեսից են առաջանում մարմնական զգացողություններ, այլ որպես մարդ եղանակով պայմանավորված կամ ինչ որ հորմոնալ ինչ-որ խնդիր կարող է լինի, երբ որ էլի մարմնական զգացողություն առաջանում է, որովհետև սպազմը առաջանում է նույն ձև, մեր մկանները ձգվում են նույն կերպ։ Իրանք չեն կարող կամ սիրտը աշխատում է նույն կերպ, չի կարող մի օր մի ձև աշխատի, մի օր մի ձև։ Այ երբ որ այդ զգացողությունն առաջանում է ու մենք դա ճանաչում ենք որպես վտանգավոր, արդեն դրանից նորից առաջանում է վախ, վախից նորից արդեն վախը որպես ստրես, էլի ստրեսի հորմոններ ու ցիկլը փակվում է։ Դա այդ վիճակը կոչվում է խոճապի գրոհ, որը եթե ոչինչ էլ չանենք, ամենաշատը մոտավորապես 40 րոպե 1 ժամ հետո անցնելու է։ Բայց իր պիկին վայրկյանների ընթացքում բարձրանում է, իր պիկին կարելի ասել հասնում է միջին թիվ եմ ասում 7-10 րոպեվա ընթացքում եւ աստիճանաբար սկսում է նվազել, բայց մաքսիմում ինքը մնում է մոտավորապես մինչեւ 1 ժամ։ Ու կարևոր է նաեւ, քանի որ խոսքը գնաց դրա մասին, նշեմ, որ շատ հաճախ մարդիկ նման խնդիրներ ունեցող փորձում են ինչ-որ բաներ անել, որ այդ վիճակից դուրս գան։ Շատ խորհուրդ են տալիս բլոգերներ, ճակերտավոր ինչ-որ մասնագետներ, խորհուրդ են տալիս այդ պահին ինչ-որ բան անեն, որ դրանից ազատվեն, չգիտեմ, ինչ-որ բանով իրանց ցրեն, շնչառական վարժություններ անեն եւ այլն։ Հա, շնչառական վարժությունը այդ պահին մարմինը կհանգստացնի, այդ պահին այդ սուր վիճակից դուրս կգանք, բայց այդտեղ մեր ուղեղը մի հատ շատ կարևոր ազդանշան է ստանում, որ ուրեմն վտանգը իրական էր, որ մենք ինչ-որ բան արեցինք, որ դրանից ազատվենք։ Ու քանի որ վտանգը իրական էր, հաջորդ անգամ մեր ուղեղը էլ ավելի շատ պետք է մեզ պաշտպանի նման վիճակներից, իսկ ոնց պետք է պաշտպանի, վախով, լարվածությամբ, ոնց որ այն պատրաստի վիճակում լարված սպասի, որ եթե հանկարծ էլի սկսի, ես կարողանամ պաշտպանվեմ։ Ինչը երկարաժամկետ կտրվածքով այո ավելի է խորացնում խնդիրը։ Իսկ ասելով կանխարգելում եւ բուժում, ինչ ենք հասկանում պարզապես թերապիաների խոսք ու զրույցի միջոցով, թե նաեւ կա դեղորայքային բուժում, թե կախված է ինչ աստիճանի խոճապի։ Թերապևտիկ ուղղությունները տարբեր են, կա անալիտիկ հոգեթերապիա, կա գեշտալտ հոգեթերապիա, կա հիպնոթերապիա։ Ես աշխատում եմ կոգնիտիվ վարքային հոգեթերապիայի շրջանակներում, որը ապացուցելի է եւ ապացուցված է համաշխարհային փորձով եւ հետազոտությունները, որ ամենաէֆեկտիվն է աշխատում դեպրեսիաների եւ տագնապների հետ։ Ինչի շրջանակներում ինչ ենք անում, այցելուն սովորում է իր մտքերի, իր մտածական սխալների, այդ որ ասում էի գոյություն են որոշակի մտածական սխալներ, ինքը սովորում է կոպիտ ասած դառնալ իր հոգեբանը եւ իր հարցերը առօրյա այն ամեն ինչը, որ այդ տագնապայնությունը բարձրացնում է, սովորում է այդ ամեն ինչը այլ կերպ ճանաչել, ինչի հաշվին էմոցիոնալ առումով ավելի հանգիստ կարողանա լինել, ոնց որ էմոցիոնալ իմունիտետը ավելի ամուր կլինի ու նման իրադարձությունները, որոնք որ տեղի են ունենում, կարողանում է ճանաչել այլ կերպ։ Դրա արդյունքում էլ թե ընդհանուր էմոցիոնալ վիճակն ավելի հանգիստ լինում, թե եթե արդեն ունի խոճապի գրոհներ, արդեն սովորում ենք դրանք էլ հաղթահարել։ Իսկ հետաքրքիր է, եթե մարդկությանը մենք բաժանում ենք փոքր, միջին եւ ավագ սերնդի, ապա այս տարիքային տարբեր խմբերի մոտ դրսևորումները տարբեր են լինում խոճապային գրոհների հետ կապված։ Օրինակ պատանիները, երիտասարդները անցումային տարիք գոյություն ունի եւ այլն։ Սիմպտոմատիկան, այսինքն մարմնական դրսևորումները, քանի որ մեր ֆիզիոլոգիան նույնն է։ Այսինքն նույն եթե տեսեք որ մի քիչ առաջ որ ասացի նույնիսկ դրական ստրեսից, եթե մենք հիշենք մեր գրքերում ինչքան է գրված, նա սրտատրոփ սպասում էր իր ընտրյալին, էլի անհանգստություն էր, սպասում էր որ հեսա գալու է, դրական, բայց ճիշտ է, էլի ստրես է, ու էլի սիրտը արագ էր աշխատում։ Ուղղակի այստեղ մենք սրտի արագ աշխատանքը չենք ճանաչում որպես ինֆարկտի նախանշան, որպես վատ եմ, որպես հասեք փրկեք։ Իսկ անատոմիան նույնն է, դրա համար բոլոր տարիքներում էլ անատոմիայի տեսակետից, ֆիզիոլոգիայի տեսակետից նույն երևույթներն են տեղի ունենում։
Եթե տարիքը նշեմ, ապա հա, այն տարիքային շրջանում, որտեղ որ ստրեսը ավելի շատ կլինի, բնականաբար ստրեսի հորմոններն ավելի շատ կլինեն, ընդհանուր լարվածությունը ավելի շատ կլինի եւ զգացողությունները ավելի շատ կլինեն։ Բայց եթե համեմատենք ավակ սերնդի իրենց այդ միջին տարիքի ժամանակ եւ հիմա, ինչն է տարբերությունը, որ հիմա այդ ամեն ինչը ավելի է շատացել, ավելի, չէ՞ որ ասում են այն ժամանակ, մեր ժամանակ դες բան չկար։ Իրականում ստրեսն է շատացել, բայց միայն ստրես ասվածը մի քիչ լայն հասկացություն է, ինֆորմացիան է շատացել, նեգատիվ ինֆորմացիան է շատացել եւ մենք մարդ ասվածը ինքը ուզում է ապագայի համար ստանա ինչ որ 100%-անոց ինչ ասեմ, վերահսկում, որով ինքը ստեղծում է ապահովություն իր համար, բայց այդքան ինֆորմացիայի մեջ մենք չենք կարող այդ վերահսկումը ստանալ եւ մեր հոգեկանը, մեր փսիխիկան չի կարող այդ 100%-ով վստահել դրան։ Ու բնականաբար բացերը ավելի շատ են լինում, լարվածությունը ավելի շատ է լինում, ավելի անսպասելին, որտեղից ինչ սպասենք, որտեղ երբ ինչ կարող է լինի, իսկ այս բոլոր մտքերը առաջացնում են լարվածություն, ինչի հետևանքով էլ այո, ընդհանուր նյարդային համակարգը ավելի լարված է լինում։ Դրա համար ինչ վերաբերվում է դեղորայքին, այո, դեղորայքի Անձամբ ես ուղղորդում եմ 3 դեպքում, երբ սիմպտոմատիկան այնքան ուժեղ է, որ մարդը ռեալ տանջվում է, երբ էմոցիաներն են այնքան ուժեղ, որ ռացիոնալը չի աշխատում, մտածելակերպը չի աշխատում, որտեղ էմոցիաները շատ ուժեղ են։ Եվ այն դեպքերում, երբ որ այցելուն այնքան սպառված է, որ մեր թերապիայի ընթացքում ինքը չի կարողանում աշխատի, որովհետև ռեսուրս չունի։ Նման դեպքերում ես ուղղորդում եմ նեղ մասնագետի հոգեբուժի մոտ, դրա նեղ մասնագետը նյարդաբանը չի, ես էլ չեմ։ Ճիշտ է, ինձ էլ ասում են դու բժիշկ ես, դու նշանակի, բայց ես դրա նեղ մասնագետը չեմ։ Ուղղորդում եմ համապատասխան նեղ մասնագետի մոտ, ով դեղորայքով այցելուին բերում է մի վիճակի, այսինքն են սուր էմոցիաները թուլացնում է, սիմպտոմատիկան թուլացնում է, դեղորայքի հաշվին մի քիչ ռեսուրս է ստանում, որ ինքը կարողանա արդեն աշխատի թերապիայի ընթացքում, որտեղ կոնկրետ մեր աշխատանքի ժամանակ այցելուից էլ շատ բան է պահանջում, որտեղ ինքը կոնկրետ աշխատում է իր վրա, ոչ թե մենք ուղղակի զրուցում ենք, այլ ինքը սովորում է որոշակի մտածական հմտություններ, մտածական տեխնիկաներ, որոնցով կարողանում է ինքը աշխատել իր էմոցիաների հետ, իր մտքերի հետ, իր վիճակի հետ։ Դեղորայքը բերում է այդ վիճակին, որի ընթացքում ինքը կարողանում է դրանք սովորել, հետո նոր դեղորայքը հանում ենք, որովհետև շատ հաճախ այդ սխալն անում են, միայն դեղորայքային բուժում են ստանում, բայց մտածելակերպը չփոխվեց։ Աշխարհում տեղի ունեցող առօրյա այդ ստրեսային իրավիճակներին իր արձագանքը չփոխվեց, ինքը չսովորեց այլ կերպ վերաբերվել դրանց կամ այլ արձագանք տալ։ Ու բնականաբար այսօրվա դարում ստրեսը անպայման էլի լինելու է։ Ու միևնույնն է մարմնում նույն բանը կատարվելու է, միևնույնն է ինքը նորից նույն վիճակն ունենալու ու ասելու է տենց էլ չբուժվեց, հետո էլ նևրոզը չի բուժվում։ Բայց իրականում եթե ճիշտ ես աշխատում, ապացուցված է նաև իմ աշխատանքային փորձը, որ լավ էլ բուժվում է։ Ինչպես նշեցիք, վախերն են սրվում խոճապային գրոհի ժամանակ եւ եթե դասակարգենք վախերը խոճապային գրոհի ժամանակ կարելի է նույնիսկ մահվան վախ ունենալ։ Եվ արդյոք հնարավոր է մահանալ խոճապային գրոհներից, որովհետեւ հեռուստադիտողին նաեւ այդ հարցն է հետաքրքրում եւ ինչ աստիճանի է սրվում մահվան վախը եւ ինչի կարող է հանգեցնել խոճապային գրոհը։ Շատ կարևոր հարց տվեցիք, որովհետեւ իրականում ինքը շատ լավ ինֆորմացիա, որ պետք է անպայման հնչեցվի, իսկ ես դրա մասին արդեն մոռացել էի։ Խոճապի գրոհի ժամանակ, երբ որ ասացի, որ այդ սիմպտոմները մեր մարմնում զգում ենք, որպես կանոն 5 վախ ենք առանձնացնում։ Հիմնականում 5 բանից են վախենում։ Մարդկա 5-ն էլ միաժամանակ ունի, մարդկա միայն մեկից է վախենում, մարդկա գիտի թե միայն մեկից է վախենում, բայց իրականում 3-ից էլ վախենում է։ Մարդ էլ կա 2 ամիս մեկից է, մի տարի հետո մյուսից է։ Դրա համար մեր աշխատանքի ժամանակ մենք միաժամանակ, ասենց ասած, փակում ենք բոլոր 5 վախերն, այսինքն ապացուցում ենք, որ այդ 5-ից ոչ մեկն էլ չի կարող լինի։ Առաջի վախը, վախ, որ սրտի հետ կապված ինչ-որ բան կլինի, ինֆարկտ, ինսուլտ կկանգնի, կպայթի, կտրակի։ Երկրորդը, որ գիտակցությունը կկորցնի, կուշատափվի, կընկնի։ Երրորդը, շունչը կկտրվի, կխեղդվի, օդը չի երիքի, մի տեսակ քաշում եմ, տեղ չի հասնում, կոկորտը սեղմում է։ Չորրորդը, ինքնատիրապետման կորստի խելագարվելու, հետո ավելի ախորանում իրեն վնասելու, ուրիշին վնասելու, նոր մայրերը այդ հետ ծննդաբերական լարված, ստրեսային վիճակում, դեպրեսիվ վիճակում, եթե ունենան խոճապային գրոհներ, կարող է իրենց մոտ նույնիսկ առաջանա վախ, որ երեխային կվնասի, օրինակ, եթե դասական օրինակով ասեմ, ամենաշատ հանդիպող կարող է տեսնեն դանակը, քանի որ իրենք այնտեղ ունեն համոզմունք եւ վախ, որ կարող է ես ինքնատիրապետումս կորցնեմ, խելագարվեմ, իրենց մոտ առաջանա վախ, որ կարող է խելագարվեմ հանկարծ երեխային վնասեմ։ Ու իրենք տանը բոլոր դանակները, սուր բաները, պատուհանները պարտադիր փակ են պահում։ Եվ 5-րդ վախը, որ կողքից ինձ այդ խոճապի վիճակում կտեսնեն, կմտածեն ես աննորմալ եմ ու խայտարակ կլինեմ։ Այս 5 հիմնական վախերն են, որոնցից ոչ մեկն էլ իրականության մեջ չի կարող լինել։ Ֆիզիոլոգիապես հնարավոր չի, բայց
Ինչքան էլ որ վստահ լինենք, որ տագնապային խանգարումն է կամ խոճապի գրանը, պարտադիր պետքա հետազոտված լինի, որովհետև չի բացառվում, որ ինքը միաժամանակ ունենա նաև ինչ-որ սրտի խնդիր եւ խնդիրները ընդհանրապես իրար գումարվեն։ Դրա համար պարտադիր, ինչքան էլ որ վստահ լինենք, որ խոճապի գրողն է, պետքա մի հատ հետազոտվի, իմանանք, բացառենք եղածները կամ եթե ինչ-որ բան էլ կա, արդեն համապատասխան մասնագետից ստանա եւ այդ բուժումը եւ մեր կողմից արդեն հոգեթերապևտիկ աշխատանքը։ Ռաֆայել, կարծում եմ շատ կարևոր խորհուրդներ ու խոսքեր ասեցին արդեն, մենք շնորհակալություն ձեզ հայտնենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այո, հետևենք հոգու հիգիենային, որովհետեւ շատ բան կարող է այստեղից բխել եւ առաջանալ։ Ես պատրաստ եմ էլի 15 րոպե եւս խոսել է, այնպեսի թեմա է, բայց Օրվա դրական շարունակություն ենք ձեզ բախտում, սիրելի հեռուստադիտողներ, սա առավոտ լուսոն է։ Իսկ մենք շարժվում ենք առաջ